Բարև Հայր ջան, այս վերջի մի քանի օրը շատ եք միևնույն հարցը ուղղում ինձ տարբեր հարթակներով ու այնքան խիտ հաճախականությամբ, որ որոշեցի այսպես հանրային կերպով պատասխանել բոլորիդ։ Հարցնում եք դուք որ ձգտում եք իշխանության, ինչպիսի ղեկավար եք լինելու։ Ճիշտ է, տարբեր ձևակերպումներով այդ հարցը ինձ հասնում, բայց ընդհանուր միտքը էդ է։ Ես դες հիմա մի բան կասեմ, որից հետո կասեմ նաև կամ արդեն առանց իմ ասելու էլ ամեն ինչ կհասկանաք։ Իմ համար հայ ղեկավարը, Հայաստանի ղեկավարը, հայ առաջնորդի կերպարը ոչ մի կերպ չի համապատասխանում ոչ Լևոնի կերպարին, ոչ Քոչարյանի, ոչ Սերժի ու ոչ էլ Նիկոլի։ Իմ պատկերացրած, իմ իմացած, իմ ուզած, իմ ձգտած հայ առաջնորդը երկիրը չի կառավարում կուլիսներից, այլ միշտ կանգնում է առաջի գծում։ Իշխանությունը չի ծառայեցնում իր հարստացմանը, այլ ծառայեցնում է հայրենիքի փրկության համար։ Չի սպասում համաշխարհային հավանությանը, այլ առաջագնում արժանանալով հարգանքի։ Հիմա ես ձեզ այսպես կթվարկեմ, իսկ դուք լսեք ու ինքներդ ձեր համար տեսեք, թե եղած այս 4 ղեկավարներից որ մեկն է, որ հենց այս իմ ասած կերպարն է, որոնց համար իրար միս եք ուտում։ Հայաստանի ղեկավարը նախ կռվում է ոչ թե խաղաղ ապրելու, այլ արժանապատիվ ապրելու համար։ Իր հողը վերադարձնում է ոչ թե սեղանի շուրջ, այլ ճակատում, որովհետև սեղանի շուրջ հող հետ չի գալի երբեք։ Չի ասում մենք փոքր երկիր ենք, որպես ինչ որ պատճառաբանություն կամ չգիտեմ ինչ, ասում է մենք հայ ենք։ Չի խուսափում պատերազմի հնարավորությունից, այլ պատրաստվում է հաղթանակի։ Չի արդարացնում պարտությունը, այլ պատասխանատու է լինում դրա համար։ Իրական ժողովրդից դուրս եկած ղեկավարը չի խոսում ժողովրդի փոխարեն, այլ խոսում է ժողովրդի հետ, առանց պատժամիջոցներ կիրառելու, առանց դատելու, ուղղակի օդի մեջ չի մեղադրում նախկին իշխանություններին։ Եթե մեղավոր են, ուրեմն պետքա դատես, պետքա պատժես, եթե չէ, ուրեմն ինչ ես օդի մեջ գլորվում ու գումարած դրան էլ բացի այն որ նախկինին օդի մեջ չի մեղադրում, բացի էդ էլ պատասխանում է ներկայի կանչին, ոչ թե թշնամուն հասկանում է իբր տենց շատ կիրթ, ասում է բաներ, ղեկավար էր Ալիևը, այլ թշնամուն վերացնում է, որովհետև եթե մի բան կոչվում է թշնամի, ինքը պետքա վերանա, հակառակ դեպքում ինչ թշնամի անվանելու իրավունք չկա։ Հայի արժանի առաջնորդը քաղաքական դաշտը չի դիտարկում որպես բիզնես, այլ որպես սրբազան պարտք։ Հավատում է ոչ թե եսիմինչ դաշինքների, այլ մենակ հայ զինվորին։ Ոչ թե ձգտում է Էրդողանի ձեռը սխմի, այլ ձգտում է հայի բռունցքը վեր բարձրացնի։ Չի խեղճանում միջազգային ամբիոններում, այլ իր խոսքը դարձնում է անվերապահ ճշմարտություն։ Ու ոչ թե այտենց անում է, որ հետո զապիսները դնեն, ասեն մեր հերոսն է, տեսեք ոնց էր խոսում, խոսացե ու եկել է տուն, վերջ։ Այլ խոսում է ու գալիս է ու անում է, իր խոսքին հավատարիմ էլ մնում է, իր այդ ձևաչափին էլ հավատարիմ մնում է։ Պատմությունը չի ձևափոխում ըստ շահի, այլ ապրում է պատմության արդարության վերականգնմամբ։ Հայ ղեկավարը չի դարձնում սփյուռքը արժանապատիվ իրական հայ ղեկավարը չի դարձնում սփյուռքը սոսկ դրամահավաքի աղբյուր, այլ վերածում է սփյուռքը հայոց հզորության մեխանիզմի։ Բանակը չի կրճատում խաղաղություն մուրալով, այլ բանակը հզորացնում է խաղաղություն պարտադրելով։ Չի զիջում հանուն խաղաղության, այլ զիջում է խաղաղության հնարավորությունը հանուն հողի, չի համակերպվում պարտության հետ, այլ թարմացնում է դիմադրությունը, երկիրը չի բաժանում ըստ հարստության, այլ միավորում է ըստ առաքելության, հասկանում եք, հոգին չի փոխարինում մարքեթինգով, ժողովրդին չի բթացնում շոուներով, այլ սթափեցնում է ճշմարտությամբ, իշխանության բարձրունքից չի նայում ժողովրդին, այլ կանգնում է ժողովրդի կողքը, ժողովրդի մեջ։ Այս 4-ից որ մեկն է տենց արը, որ այսօր էլ դրանց համար իրար միս եք ուտում, հա։
Դրանցից որ մեկն է, որ պետականությունը ընդունել է որպես հոգևոր ամրոց, այլ ոչ թե ինչ որ իրանց անձնական շահերը սպասարկող մեխանիզմ։ Ասեք բա։ Հայի արժանապատիվ ղեկավարը չի սպասում լավ օրերի, այլ գործում է դրանք կերտելու համար։ Պատմությունը չի փակում ինչ որ կետով, այլ բացում է նոր էջ իր պայքարով։ Չի ներում հողի հետ խաղացողին, քանի որ հողը սուրբ է, ոչ թե գործարքի առարկա։ Բանակը չի ծառայեցնում պաշտոնյաների շահերին, ոնց որ է եղել է Սերժի ու Քոչարյանի ժամանակ ու Նիկոլն էլ շարունակում է ավանդույթը, այլ բանակը դարձնում է ազգի սրբազան, սրբագույն վահան։ Պատմական ժառանգությունը չի փոխում քաղաքական անցագրի հետ, այլ վերադառնում է արմատներին ու արժանապատվորեն։ Դատարանը չի դարձնում անձնական հաշվեհարդարի գործիք, այլ արդարության ամրոց։ Գողացվածը չի ծածկում պարգևներով, այլ այդ գողացվածը արժանապատվությամբ վերադարձնում է։ Թիկնազոր չի պահում սեփական ժողովրդից վախենալով, այլ կանգնում է ժողովրդի կողքին հպարտությամբ։ Որ մեկն է նման բան արել, ոչ մեկ չէ։ Բա իրանց համար եք ձեզ կոտորում, որ երբեք դպրոցը չեն էլ փորձել դարձնել հայկական պետության սրտանոթ, այլ միշտ վերածել են դեգրադացնող կաշառքի շուկայի, որ մեկն է նրանցից հայի իրական առաջնորդ։ Իրական առաջնորդը պաշտպանում է երկրի սահմանները ու ոչ թե սիմվոլիկ հայտարարություններով, այլ իրական կառույցներով։ 44-օրյա պատերազմի ժամանակ տեսանք էլի, թե Քոչարյանի, թե Սերժի, թե Նիկոլի սարկած դիրքերը։ 90-ականներից ոնց սնարյադը քանդել էր, այտենց էլ մնացել էին դիրքերը։ Քանի զոհեր չէինք ունենա, եթե դրանցից գոնե մեկը մի օր հրահանգեր ամրապնդել այդ դիրքերը։ Ու վերջապես արժանի առաջնորդը հայրենիքի մասին չի խոսում ու թիկունքում էլ օֆշոր բացելով։ Դե հիմա ասեք, որ մեկն է, որ օֆշոր չունի։ Արժանի առաջնորդը պաշտոնը չի ընդունում որպես իր ունեցվածքի փրկություն, այլ ընդունում է որպես նվիրվածություն իր ազգին, որպես այդ նվիրվածության արտահայտում, շնորհակալություն ու պատասխանատվություն։ Ուժեղացնող դաշինքները ստեղծում է ոչ թե անձնական երաշխիքների համար, այլ հայ ժողովրդի ապահով ապագայի։ Ուր է ձեր ապահով ապագան, որ մեկի ու որ մի դաշինքի հիման վրա։ Արժանի ղեկավարը ոստիկանությունը չի վերածում բռնաճնշման մեքենայի, այլ դարձնում է ժողովրդի պաշտպան։ Ով է տենց արել։ Քոչարյանը մարտի 1-ին, Սերժը ջրցաններով, թե Նիկոլը իր իշխանության օրոք։ Սրանց համար եք իրար թշնամի դառնում հայ ժողովուրդ, հայ ազգ, նրանց համար ովքեր պետականությունը չափում են ըստ վարկանիշի, հայ առաջնորդը պետականությունը պետքա չափի միայն ըստ դիմադրության կարողության աստիճանի։ Հայ ղեկավարը երբեք չի փոխում իր հավատարմությունը հողի նկատմամբ իր աթոռը պահելու համար։ Հայ ղեկավարը չի ստորագրում պայմանագրեր, որոնք վաղը կապանք են դառնալու իր ժողովրդի ոտերին։ Երբեք երկրի գանձերը չի հանձնում օտար տերություններին պարտքի դիմաց, չի ծախում ռազմավարական կառույցները իր իշխանությունը պահելու համար։ Երբեք ժողովրդի խորքային թշնամուն չի ներկայացնում որպես դաշնակից։ Հայ ղեկավարը չի փոխում պետական սահմանները քարտեզի վրա դիվանագիտական հարմարավետության համար, երբեք չի խոնարհվում ուրիշների առաջ փրկություն խնդրելով, չի թույլատրում սահմանը պայմանավորվածությունների դիմաց, պետականությունը չի վերածում անձնական բիզնեսի, հային իրապես սիրող ղեկավարը երբեք չի կեղծում ընտրությունները իր իշխանությունը պահելու համար, սրանցից որ մեկը չի կեղծել։ Հայ ղեկավարը չի պառակտում ժողովրդին իր աթոռը պաշտպանելու համար։ Հայ ղեկավարը հողի արժեքը չափում է արյամբ, ոչ թե դոլարով։ Սենց կարամ շատ ու լիքը շարունակեմ, ախր այս ամեն ինչը դուք էլ գիտեք։ Ինչա վախ կա մեջներդ, որ չեք կարում գիտակցաբար գնալ որևէ լուրջ ու վճռական քայլի, միանալ մեզ, միանալ մաքուր ուժերի, ովքեր իրոք ուզում են Հայաստանը վերածել մեծ ու հզոր պետության։
Եթե համաձայն չեք, որ Հայաստանի ղեկավարը հենց իմ պատկերացրած կերպարը պետքա լինի, ուրեմն Սերժն էլ, Նիկոլն էլ, Քոչարյանն էլ, Լևոնն էլ ձեզ արժանի ղեկավարներ են։ Նրանց ամեն մի արածն էլ է ձեզ արժանի, որովհետև ձեր պատկերացրած հայի արժանի առաջնորդը հենց նրանց նման մեկն է։ Իսկ եթե համաձայն եք, որ սա իրական հայի ղեկավարի կերպարն է, մանավանդ հարցնողներդ ինչպիսի ղեկավար եք լինելու։ Հենց այնպիսին, ինչպիսին որ պատկերացնում եմ։ Հենց այնպիսին, ինչպիսին որ հասկանում ու տեսնում եմ, որ հայի ղեկավարը պետքա լինի։ Այն ինչ քիչ առաջ ասեցի մի բան էլ ավել։ Նենց որ մի անգամ էլ նայեք այս վիդեոն ու ձեր հարցի պատասխանը 101%-ով կստանաք։ Պարզ, բաց, ուղիղ տեքստով, հասանելի ու հասկանալի ձևով ես ամեն ինչ ասեցի։ Համաձայն եք, ուրեմն պետքա իրականացնենք, աջակցեք վերածննդի շարժմանը, մասնակցեք վերածննդի շարժմանը, միացեք ու վերջապես ընդունեք մի անհերքելի փաստ, որը վաղ թե ուշ ընդունելու եք։ Միայն լույսի բանակ եւ վերջ։ Հիշեք, որ հողը չեն մուրում, հողը հետ են բերում, խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը հաղթանակով հաստատում են։ Աշխարհից սպասում են ոչ թե խղճահարություն, այլ ներշնչում են հարգանք ու վախ։ Թշնամու հետ էլ ոչ թե պայմանավորվում են, այլ նրան վերացնում են։ Հետևությունները, որոշումները, քայլերը, անելիքները, աջակցել, չաջակցելը, ամեն ինչ կախված է ձեզանից։ Քայլը արեք, արդյունքները վայելեք։ Քայլը մի արեք ու վայելեք այն, ինչ ունենք։ Հուսամ ձեր հարցի պատասխանը ավելի քան բավարար ձևով տվեցի։ Լավ մնաք, Աստված օրհնի ձեզ բարձր սիրով ու վերջապես նաև ճշմարտությամբ։